Ехали. Բոլորիդ բարի օր մենք գտնում ենք Երևանի կենտրոնում, իմ հետևում Ձեցկի Միրի շենքն ենք մենք տեսնում։ Տեսեք, անցած տարի 2025 թվականին, հուլիսի 25-ին շատ կարևոր որոշում, որը կայացրեց հակակոռուպցիոն դատարանը, բավարարեց դատախազության հայցը եւ այս շենքը, որը եղել է Արա Աբրահամյանի ձեռին, տեսեք ինչ մեծ շենք է Երևանի կենտրոնում, այս շենքը անցավ պետությանը։ Մենք հաստորեն սպասեցինք 7 տարի եւ ստացանք այն որոշումը, որը մենք սպասում էինք։ Ասեմ, որ այս շենքի գինը 2.5 միլիոն է, համարյա 1 միլիարդ դրամ է այս շենքի գինը, եւ այդ շենքը ինչ կարեւոր է նշել, որ 7 տարի փաստորեն պետությունը պայքարում է դրա համար, որպեսզի վերադարձնի պետության այս շենքը, որը առել է կոպեկներով եւ անօրինական Արա Աբրահամյանը, պատկերացրեք մի հատ անց, ում անունը Արա Աբրահամյանը 7 տարի պայքարում էր այս շենքի համար, որը ինքը չի աշխատել, որը Իրանը չի։ Եվ այդ պատճառով 7 տարի այսքան աշխատանքային տեղ, որտեղ ահագին մարդիկ կարողանան աշխատեն, գումար վաստակեն, պատկերացրեք 7 տարի դատարկ էր այս շենքը։ Իմիջիայլոց հիմա չգիտեմ ոնց է լինելու այս շենքի, այսպես ասած, ապագան, երևի քաղաքապետը Ավինյանը ավելի մանրամասն կպատմի, հույսով եմ, բայց ուզում եմ դիմեմ մեր հետևորդներին, պարոն Աբրահամյանն էլ է երևի լսելու այս վիդեոն, գիտեք, մենք հասկանում ենք ինչի եք դուք այսպես ասած լարված, ինչի եք դուք գորգորում, հա, կոկորթով, հասկանում եք, որ 2.5 միլիոն մենակ այս շենքում դուք կորցրել եք եւ շատ դժվար եք տանում դա, բայց նենց չի, որ դուք դա աշխատել եք ձեր քրնինքով եւ ես հույս ունեմ, որ մեզ այս ձևի ահագին ունեք շենքեր, որոնք անօրինական նույն ձևի վերցրել են օրինակ Ղարաբաղի պաշտոնյաները, Ղարաբաղյան կլանի ներկայացուցիչները։ Ես հույսով եմ, որ այդ մարդիկ էլ կվերադարձնեն բոլոր այն շենքերը, որը գողացել են հայ ժողովրդից, օրինակ Մովսես Հակոբյանը, որ 4 միլիարդ 500 միլիոն վնաս է տվել պետությանը, անցած տարի գիտեմ, որ գործ են հարուցել, ես սպասում եմ երբ են այդ մարդուն պատժելու ու վերադարձնելու բոլոր այն բաները, որը գողացել է ինքը Մովսես Հակոբյանը եւ իր ընտանիքը։ Ցավում եմ, որ այս երկրում Մովսես Հակոբյանի նման տականքները ապրում են շատ լավ, իսկ մենք լրագրողները, մենք բլոգերները, այն մարդիկ, ովքեր համացանցում են, մենք ենք պայքարում դժվարությունների հետ, ամենադժվար օրերը մենք ենք տանում, քանի որ ցավոք սրտի, չնայած որ ահագին փոփոխություն ունեք, բայց այս երկրում